Այսօր մեզ է միացել ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Մամիկոն Ասլանյանը, բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերին ընդունելու համար։ Մամիկոն Ասլանյանը նաև եղել է Վանաձորի քաղաքապետ ժամանակին։ Թվերը ես չեմ հիշում, դուք ասեք հետո դրանք 16-ից 21 թվականներ։ 16-ից 21 թվական։ Պիտի լինեի նաև 21-ից 26-ը չար կամքի արտահայտչամիջոցները թույլ չտվեցին ինձ պատերի ճաղերի հետևում։ Բայց 18-ից 21 թվականը եղել եք պաստորեն։ 16-ից 21-ը, այդ թվում 18-ից 21 բնականաբար, այո։ Լավ, փոխենք բան ձևաչափը մեր այսօրվա զրույցի։ Ինչ հարաբերություններ էին այդ ժամանակ իշխանության հետ։ Ես որպես այդպեսին հենց իշխանության լայն շրջանակների հետ շփում չեմ ունեցել, անմիջական ում հետ շփվել եմ նորմալ հարաբերություններ, աշխատանքային հարաբերություններ եմ ունեցել, դուք չեք ընկալվել որպես օտար մարմին, կներեք արտահայտության։ Կներեք եկողը իրենք էին, օտար մարմին իրենք պետք է ընկալվեին կամ չընկալվեին, ես իմ տեղում եմ միշտ եղել, ես ընտրված մարդ եմ, հետեւաբար ես որևէ կերպ ինչ որ սուր բաներ չեմ առաջացրել, ես իմ քաղաքի բնակիչների մեր համայնքի զարգացման ծրագրերով եմ զբաղվել, այդ թվում նաև ըստ օրենքի ու սահմանադրության նաև կառավարության ծրագրերի իրականացման, որոնք վերաբերվել են տեղական ինքնակառավարման քաղաքականությանը։ Բայց ինչ որ մի պահ եղավ, չէ, որ դուք ոչ անցանկալի անց համարվեցիք։ Գուցե ես միշտ եմ անցանկալի անց համարվել, բայց հենց արտահայտչաձևերի բանով ես չեմ ինձ նախ այն ձևի չեմ պահել, որ ես օտար կամ չոտար լինեմ, որովհետև ես Վանաձորում եղել եմ վանաձորցիների առաջ ծառայի, բայց Վանաձորի համար նաև տանտիրոջ իրավունքով, հետեւաբար ես որևէ կերպ ինչ որ բաներ չեմ զգացել, ավելի շատ այդ այսպես ասած տարաձայնությունները կամ ոչ ցանկալիությունը ավելի շուտ 21 թվականի երևի թե հենց այդ նախընտրական տարում, որ արդեն սկսվում էր այնտեղ խոսակցությունները, ով կարող լինի իրենց թեկնածուն, ով չի կարող լինի, ես նաև ասել եմ, որ ես մասնակցել եմ։ Դուք չեք առաջարկել, որ դուք կարող եք լինել իրենց թեկնածու։ Չէ, բնականաբար չէ, նման ոչ թե առաջարկություններ, նման օթում խոսակցություններ, իհարկե միշտ ինչ որ ակնարկների բանի տեսքով, բայց ուղիղ ինչ որ ես կամ վերցնեմ կամ իրենք ինձ ուղիղ նմանատիպ բան, ամեն դեպքում ես որևէ կերպ ինչ որ քաղաքական գծերի մեջ չեմ մտել, իմը չի եղել այդ քաղաքական գիծը, բայց համայնքային կառավարման ոլորտում բնականաբար համագործակցություններ եղել են, դա ինչ որ ինձ համար անպատվաբեր իմ քաղաքի ծառայելու համար չեմ համարում, իսկ 21 թվից հետո արդեն որոշակի լարվածություն, որոշակի դա արդեն հայտնի գործով, դա մեր այսօրվա հանդիպման առարկան չի, մի հարցելու այստեղ, այդ ընթացքում շփումներ Լուսավոր Հայաստանի հետ, քաղաքական շփումների մասին է։ Չէ, քաղաքական շփում չեմ ունեցել, անձնական գիտեք, ես որևէ անձի նույնիսկ ինձ համար շատ անտագոնիստական թևում գտնվող կամ հակառակ ճամբարներում գտնվող որևէ անձի հետ իմ անձնական հարաբերությունները, եթե ունեցել եմ որևէ հարաբերություն, դա երբեք իմ քաղաքական կամ իրենց քաղաքական գործունեության մեջ չեմ մտցրել, եթե բարև, բարլուս եւ այլն, բայց քաղաքական որևէ հարաբերություն չեմ ունեցել։ Կասեք, ցանկալի է կարճ, ինչպես հայտնվեցիք ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակում։ Անկեղծ ասած, ես ոչ թե հայտնվեցի, ես կարծում եմ հենց այդտեղ էլ պիտի լինեի, որովհետև նախ Սամվել Կարապետյանի անձը ինձ համար օտար ինչ որ հերվից լսված անձ եւ այդ ընտանիքը ինչ որ ինձ համար անճանաչելի ընտանիք չէր։ Մինչև Սամվել Կարապետյանի որոշելը մասնակցել ընտրությունին։ Ես մինչև Սամվել Կարապետյանի որոշելը Սամվել Կարապետյանի սատարողների առաջին շարքերում եմ եղել որպես քաղաքական բռնաճնշումների ենթարկվող հունիսի 17-ից սկսած այդ 25 թվականի բնականաբար ես չեմ էլ մտածել, որ դա կունենա նաև քաղաքական առաջընթաց կամ քաղաքական զարգացումներ, իսկ հենց բուն ընտրություններին մասնակցելու բնականաբար ես որպես համայնքի նախկին ղեկավար, որպես քաղաքականության նաև թոհուբոհում գտնվող որոշակիորեն ինչ որ մի բան իրենից ներկայացնող անձ կողքից դիտորդի կարգավիճակով չէի կարող թողնել այս ընտրությունները եւ բնականաբար ինձ համար օպտիմալ, ամենաճիշտ եւ ինձ համար ամենաանկալելի եւ նաեւ
իմ այսօրվա ընկերների թիմակիցների կապված ամենաանկալելի տեղը հենց ուժեղ Հայաստան կուսակցությունն էր։ Դե կան գործող իշխանության դեմ պայքարող էլի ուժեր։ Ես հարցիս իմաստը նաև դա է։ Դուք կարող եք այլ հարթակ ընտրել։ Ես ասեցի ամենաօպտիմալ, ինձ համար ամենաանկալելի եւ ամենամոտ ու ինձ համար արդյունավետության նաև գործակիցն եմ հաշվի առել, իմ արդյունավետության գործակիցը, հաշվի առնելով նաև մեր աշխարհագրական ընդհանրությունները, հաշվի առնելով իմ աշխարհագրական ծագումն ու Վանաձորի հետ անմիջական կապ ունենալը, ես գտել եմ ճիշտ, որ ամենաօպտիմալ արդյունավետ տարբերակը ուժեղ Հայաստան կուսակցության շարքերում պայքարի մեջ։ Այդ որ ասեցիք, ենթադրում եմ, որ նախընտրական քարտեզում ձեզ վստահվել է Վանաձորը։ Անկեղծ ասած, որպես այդպիսին տարբերակումներ չէ, ենթադրաբար ով որտեղ որ կներեք բազա ունի, ով որտեղ հիմքեր ունի, այդ մարդը կարծում եմ ինքն էլ է շահագրգռված կամ իր ռացիոնալությունն ու օգտակարությունը պարտավոր է ներդնել այնտեղ, որտեղ ամենից շատ ինքը օգտակար կարող լինել։ Ես ընդհանուր հանրապետական քարոզներին եմ մասնակցում տարբեր ձևաչափերով, բայց այս պահին քարոզարշավի բուն մեկնարկից սկսած ես աշխատում եմ գտնվել Վանաձորում, վանաձորցիների կողքին, նաև ես երկար ժամանակ հայտնի պարտադրանքների շնորհիվ Վանաձորի բնակչության հետ ակտիվ շփումներ չեմ ունեցել, հիմա շփումներս վերակենդանացնում եմ նաև։ Եվ կա որոշակի պրոգնոզ, ինչ կարելի է ստանալ Վանաձորում։ Անկեղծ ասած, ես ամենալավ մասնագետը չեմ պրոգնոզներ անելու, ես միշտ վատատես եմ լինում, բայց ես տեսնում եմ նաև այն լույսը, այն ուղղությունը, որ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում, ճիշտ թիրախավորելու, ճիշտ ուժերի դասավորումների դեպքում կարծում եմ հաջողությունը ակնհայտ է, այդ դրա նշույլները արդեն իսկ կան։ Սոցհարցումների վստահում եք։ Որպես գիտություն, այո, վստահում եմ, բայց այդ սոցհարցումները նաև դինամիզմի մեջ են գտնվում, իրենք ստատիկ ինչ-որ թվեր եւ դոգմաներ չեն, բնականաբար այս եւ այն շրջանում կարող են լինել սոցհարցումների տատանումներ, բնականաբար որոշակիորեն վստահում եմ, գոնե թե նշмарելիության մակարդակում վստահում եմ։ Ուժեղ Հայաստանին ինչ տոկոս է վերագրվում, դա ընդունում եք։ Նայած ով է վերագրում։ Տարբեր սոցհարցումների արդյունքներ կան, դուք եթե Ինձ համար դա մութանտար է, ես չեմ կարող։ Չէ, ինձ համար էլ է մութանտար, բայց գոնե համադրումներով, ասենք այնպես չի, որ մի կազմակերպություն է դրանով զբաղվում, նախ սոցհարցումների այն ուղնուծուցը իմանալու համար պիտի հասկանանք ովքեր են պատվիրատուները։ Հետաբար ամեն պատվիրատուի համար կա ռեալ ցուցանիշներ, որոնք չեն հրապարակվում, եւ կան ցուցանիշներ, որոնք հրապարակման ենթակա են։ Ռեալ ցուցանիշները նաեւ մի քանի աղբյուրից կարելի է համադրել, որոշակիորեն ես հասկանում եմ, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը այս ընտրարշավում վերցրել է ընդդիմության հեգեմոնիայի դերը եւ բնականաբար այդ դերն ու այդ դրոշը մենք առաջ տանելով գնում ենք։ Ձեր թիրախը այսինքն միայն գործող իշխանությունն է։ Այո, բնականաբար։ Դուք ուրիշ հակառակորդներ չունեք։ Ես ընդհանրապես հակառակորդներ չեմ համարում, կարող մրցակիցներ գուցե, հակառակորդներ չէ։ Ես կարծում եմ, որ առողջ ցանկացած, ես իմ գործունեության ցանկացած ոլորտում ու ժամանակաշրջանում առողջ քննադատության, առողջ մրցակցության կողմնակից եմ, հետեւաբար մրցակցության պայմաններ կան, մրցակցության նշույլներ կան, բայց դրանք կարծում եմ չպիտի դուրս գան թույլատրելիության սահմաններից եւ ընդհանուր գործին չվնասելու սահմաններից։